երբ Համլետի հետ քննարկում ենք եւ քաղաքական ռեալիզմի կենտրոնի հետ քննարկում ենք մեր այս միջոցառումը, նախ հարցին պատասխանենք երևի ամենասկզբից, այո, իհարկե, Հայաստանը, Փաշինյանական Հայաստանը ավտորիտար երկիր է։ Ու նաեւ ինչու այս կամ այն գրողը կամ այս կամ այն վեբը համարվում է դասական, որովհետեւ այն պարզ ճշմարտությունները, որոնք դրվում են այդ վեպի մեջ, իր ստեղծագործության մեջ, իրենք մեր կյանքում շատ դեպքերում հանդիպում են, ու էլի երբ որ Համլետի հետ քննարկում ենք, ասում եմ, Հայաստանում այն ինչ տեղի է ունենում, սա դասական ավտորիտարիզմի դրսևորում է ու ընտրություններով տեղի ունեցածը, դրա ամենավառ վկայություններից մեկն է։ Ինչ են ասում են նույն ԲՀԿ-ի 60,000 ձայնի մասին կամ ընդհանրապես ընդդիմության ձայների մասին։ Չեն հավատում, որ մարդիկ գնացել են իրենց կամքով քվեարկել են, ասում են կաշառք են տվել։ Այ եթե կաշառքը չլիներ, չէին քվեարկել։ Ես ինչու եմ այստեղ դասական գրողների մասին հիշում, ուրեմն հենց այս փուլում էր վերընթերցում էի Մարկեսի Պատրիարքի մենությունը, ուրեմն տեսեք, այնց հետաքրքիր մի այստեղ ձևակերպում կա։ Այնտեղ կոնտեքստը մի փոքր ներկայացնեմ, նմանակը իր մահանում է, գրոհում են թագավորական պալատները եւ ուրեմն շարունակությունը Патриархи մասին է խոսում Նահապետը։ Ասում он хотел убедить себя, что штурм дворца отнюдь не всенародный порыв, а результат подлого сговора наемников, так что он самолично твердым голосом и твердой рукой взялся допрашивать арестантов, чтобы добиться столь желанной его сердцу правды. Հիմա նույնը մեր մոտ է տեղ ունենում։ Մարդիկ գնացել են քվեարկել, սա ինձ թվում է, սա քաղաքագիտության պատմության մեջ դասագրքերում մտնելու է։ Սենց բան ես ուրիշ տեղ չեմ տեսել, որ ասեն ընդդիմությունը կաշառք է բաժանել։ Իրենք ուզում են իրենց համոզեն, որ մարդիկ դեմ են քվեարկել իրենց ոչ թե այն պատճառով, որ իրենք ամեն ինչ տապալեր են, այլ որ ինչ-որ մեկ իրենց կաշառք է բաժանել։ Մեծամասնությունը շատ կարևոր է։ Հա, սա դա չափազանց կարևոր է։ Ես սրան հաջորդ մեր զրույցի հատվածում կանրադառնամ, բայց մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանին մերժել է ու իրենք փորձում են համոզել, որ այս ամեն ինչը տեղի ունեցել այն պատճառով, որ մեկը կաշառքա բաժանել։ Ձեր իշխանության օրոք է դա տեղի ունեցել։ Իդեպ, մի կարևոր բան է, Սահմանադրական դատարանը, երբ որ հաստատում է այն որոշումը, որը ԿԸՀ-ն է ընդունել, ամեն ինչ դեռ մի կողմ թողնենք, փաստորեն այդ պնդումներն են, թե եղել է կաշառք, դա էլ է փաստորեն ջրվում։ Եթե մենք այս տրամաբանությամբ էլ շարժվում ենք, ինչևէ պատասխանելով հարցին ավտորիտար ենք մենք թե ավտորիտար չենք, այո ավտորիտար ենք ու նաև շարունակելով ձեր խոսքը, որ մենք ընտրություն չենք կեղծել, միջև համապետական ընտրությունները իրանք կեղծում էին, հետընտրական կեղծիքներ էին անում, այսինքն դու եթե հանդգնում էիր հաղթել իշխանությունների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քրեական գործեր էին քո դեմ հարուցում Վանաձորից միջև Վեդի, միջև Գյումրի բազմաթիվ են այդ օրինակները։ Իսկ հիմա իրանք գնացին աննախադեպ մի բան է, իսկապես 60,000 քվե ուղակի չեղարկեցին, գողացան ԲՀԿ-ի մանդատները, դա փաստ է, ինձ թվում է այստեղ քննարկելու, առարկելու հարցեր սրա վերաբերյալ չկա, բայց ինչպես նշեց պարոն Աբովյանը, ընտրողների մեծամասնությունը դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Ու իմ տպավորությամբ ընդդիմությունը մինչ այս պահը այս փաստը ամբողջությամբ չի գնահատել ճիշտ, թե ինչ լուրջ խաղաթուղթ է իրանց տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ հայ ընտրողը։